Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ մոտենում է ավարտին, իսկ նա նախազգուշացրել էր, որ եթե նեղուցը 48 ժամում առանց սպառնալիքի չբացվի, ԱՄՆ-ն կարող է թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանի բարձր մակարդակի անվտանգության մարմինը Պաշտպանության խորհուրդը հայտարարում է Հորմուզի նեղուցով ոչ թշնամական երկրների անցումը հնարավոր կլինի միայն Իրանի հետ համակարգման դեպքում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ցանկացած հարձակում Իրանի ափերի կամ կղզիների վրա կհանգեցնի Պարսից ծոցի եւ հարակից տարածքների մուտքի ուղիների ականապատմանը, ինչը կարող է խաթարել նաև նավարկությունը Հորմուզի նեղուցում։ Նման սցենարի դեպքում պատասխանատվությունը կդրվի ագրեսորի վրա։ Իրանի դեմ Վաշինգտոնի ագրեսիվ գործողություններն աղետի կվերածվեն տարածաշրջանի բոլոր արաբական միապետությունների համար, ընդգծում է ԱՄՆ ծովային հետևակի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիթերը, ընդ որում Իրանը կարող է տարբեր կերպ հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Մեկնաբանելով ռազմավարական նշանակություն ունեցող հարավային Փարս հանքավայրին հասցված հարվածները, փորձագետն ընդգծում է, որ Թեհրանը խոսքից գործի է անցել։ Նրա խոսքով Իրանի ղեկավարությունը միշտ հստակ նշել է կարմիր գծերը եւ այս անգամ հետևանքները ճակատագրական կլինեն։ Հարավային Պարսին հարվածելու հետևանքները կդառնան սաուդցիների, Էմիրությունների, Քուվեյթի եւ Բահրեյնի նավթային ինդուստրիայի վերջը, այսինքն յուրաքանչյուր պետության, որն այս կամ այն կերպ աջակցել է իսրայելա-ամերիկյան միջամտությանը։ Վերլուծաբանը կարծում է, որ Թեհրանն ընտրել է կոշտ հարկադրանքի ռազմավարություն, որպեսզի ստիպի Պարսից ծոցի երկրներին սանձել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հավակնությունները։ Ռիթերը չի բացառում, որ Իրանը վախեցնելու մարտավարություն կկիրառի որպես ցուցադրական դասի օբյեկտ, ընդգրկելով երկրներից մեկը։ Յուրաքանչյուր արաբական մայրաքաղաք, որը ներգրաված է պատերազմի մեջ, չափազանց մեծ գին կվճարի իր մասնակցության դիմաց։ Հավանաբար իրանցիները ջախջախիչ հարված կհասցնեն մեկ խաղացողի մյուսներին դաս տալու համար։ Կամ դուք անմիջապես դադարեցնում եք այս խելագարությունը, կամ մենք մոխրի կվերածենք ձեր ամբողջ ենթակառուցվածքը համատեքստում։ Հաջորդ իսկ հարձակման դեպքում ձեր բարեկեցությունից հետք չի մնա, եզրափակել է փորձագետը։ Վերլուծաբանները զգուշացնում են, Իրանի դեմ պատերազմը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն Արևմտյան Ասիայի անվտանգության հավասարակշռության վրա, այլև Արևմուտքի անվտանգության ապագա կարգի վրա։ Ըստ իրանական Փարս Թեդեի, Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի գործողություններից ի վեր Վաշինգտոնը փորձում է հակամարտությունը ներկայացնել ոչ միայն տարածաշրջանային, այլև արևմտյան աշխարհի ընդհանուր անվտանգության սպառնալիքի տեսանկյունից։ Այս համատեքստում Վաշինգտոնը իր եվրոպական դաշնակիցներին, ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկում է մասնակցել Իրանի դեմ գործողություններին Հորմուզի նեղուցում, հիմք ընդունելով այն փաստը, որ ցանկացած անհարմարություն նեղուցում կարող է ազդել համաշխարհային տնտեսության եւ եվրոպական երկրների էներգետիկ անվտանգության վրա։ Որոշ կառավարություններ, այդ թվում Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան հակամարտության սկզբից կասկածներ են հայտնել ՆԱՏՕ-ի դերի ընդլայնման վերաբերյալ, ընդգծելով, որ այս պատերազմը չի մտնում պայմանագրի կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների մեջ։ Իրավական տեսանկյունից Եվրոպայի փաստարկը նույնպես ուշագրավ է։ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը ակտիվանում է միայն այն դեպքում, երբ նրա անդամներից մեկը հարձակման է ենթարկվում իր տարածքում, մինչդեռ Իրանի դեմ այս պատերազմը, որը վարում է ԱՄՆ-ն ու Իսրայելը, ոչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում, ոչ էլ հարձակում է պայմանագրի որևէ անդամի վրա։ Իրականում ՆԱՏՕ-ի անդամը այս պատերազմում հարձակվող է։ Հետևաբար եվրոպական շատ պետություններ կարծում են, որ ՆԱՏՕ-ի պաշտոնական մուտքը այս պատերազմ իրավական հիմք չունի։ Եվրոպայի զգուշավոր մոտեցման ձևավորման մեջ եւս մեկ գործոն էական դեր է խաղում, եւ դա 2003 թվականի Իրաքի պատերազմի դառը պատմական փորձն է։ Այն ժամանակ եւս Վաշինգտոնը փորձում էր իր դաշնակիցներին մոբիլիզացնել Արևմտյան Ասիայում լայնածավալ պատերազմի համար։ Եվրոպայի քաղաքական էլիտայի մեծ մասն այսօր մտահոգված է, որ նմանօրինակ մոդելի կրկնությունը կարող է եւս մեկ անգամ լուրջ մարտահրավեր նետել Արևմուտքի հեղինակությանը։ Բրյուսելը նաեւ մտահոգված է, որ Միացյալ Նահանգների ռազմական ուշադրությունը Պարսից ծոցին կարող է հանգեցնել Վաշինգտոնի ռազմավարական ուշադրության նվազեցմանը Եվրոպայի նկատմամբ։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը շարունակում է մնալ Եվրոպայի ամենակարևոր անվտանգային մարտահրավերներից մեկը։ Ռիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։